նախընտրական շտաբն եք ղեկավարելու, ինչու հենց ձեր թեկնածության վրա կանգ առան պարոն Հարությունյան։ Լավ, հիմա պատասխանեմ։ Նախ ժամանակին էլ երևի սեպտեմբեր կամ օգոստոս մեր որոշ գործընկերներ իշխանությունից ասել են, որ այդպիսի գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում եւ դա պետք է գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը եւ այդ որոշումը պայմանավորված է դրանով, որ եւ առհասարակ քաղաքական ուժը ամեն հաջորդ ընտրությունից հետո, ասենք օրինակ, առաջիկա ընտրություն երբ է լինել, հունիսի 7, 8, 10, հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ եւ նախապատրաստվել են։ Պարոն Հարությունյան, բայց բոլոր մրցակիցներին անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառումով։ Հարգելի գործընկերներ, կարող է, չգիտեմ, այնպիսի մի հատ աշխարհացունց իրավիճակ լինի, որ դրանից ապահովագրված չի որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսի կայանալիք հերթական բոլոր ընտրություններին։ մրցակիցներին հետևելով իրադարձություններին բոլորին կալանավորում եք ըստ էության։ Էլ ինչի է պետք շտաբում է պետք, եթե բոլոր ուժեղ մրցակիցները արդեն միջև ընտրությունները հաստատ բանտում կլինեն։ Ես կարծում եմ ձեր հեգնանքը տեղին չէ եւ ձեր սարկազմը ընդհանրապես տեղին չէ, որովհետեւ մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում կամ հարուցվում են համապատասխան վարույթներ։ Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ այնուամենայնիվ այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել եւ զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, այսինքն ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում եւ նման խոսակցությունները իջիկ կլինեն։ Ազատ խոսքը բերանով է փակում։ Կամ կալանավորվել է այս ընթացքում։ Ընդդիմության ներկայացուցիչներ խոսքի համար կալանավորվել են։ Իշխանության ներկայացուցիչը գրառման համար, հայտարարության համար։ Մենք խոսքի համար չենք կալանավորում եւ առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի։ Իրավապահները կալանավորվում են համապատասխան քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում։ Մարդիկ ընդամենը կասիկ են հայտնել, պարոն Հարությունյան։ Հարգելի գործընկերներ, ես արդեն պատասխանեցի, էլի ես լինելով գործադիրի ներկայացուցիչ որակումներ չեմ տալու եւ դատական համակարգը կտա պատասխանները արդյոք այդտեղ այդ ամենը իրավաչափայեղը թե ոչ։ Ներողություն, ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Տեսնեմ, որ առաջ, եթե չեմ սխալվում, հենց բյուջեի քննարկմանը զեկույցի